Ողջույն սիրելի աշակերտներ, այսօր մենք սովորելու ենք հայերենի տառերը և տառանունները։ Կարդում եմ դասը և բացատրում։ Հայերենի տառերը։ Նայում ենք նկարին և փորձում ենք պատկերացնել ինչու է զինվորիկը նկարված, հետևից տառերը։ Երեխաները ասում են իրենց կարծիքները, տարբեր երեխաներ տարբեր կարծիքներ կարող են արտահայտել, ոչ մի անգամ չենք ասում ոչ դու սխալ ես, փորձում ենք երեխաներին ուղղորդել, սովորեցնել, որ կարողանան ճիշտ կողմնորոշվել իրենց գիտելիքների հարցում։ Նայում ենք, որ զինվորիկը բանակ է տանում իր հետևից և այդ բանակը հայերենի տառերի բանակն է։ Իսկ ինչու բանակ կբացատրեմ դասը կարդալուց հետո։ Հայերենի այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը շատ ու շատ տարիներ առաջ։ Այբուբենը տառերն են դասավորված հաստատուն շարքով։ Հաստատուն նշանակում է անփոփոխ, կայուն, անշարժ։ Այբուբենի տառերը հայրենիքի զինվորներ են, ինչպես և դու։ Խիզախ եղիր նրանց նման ու նրանց պես ճշմարտախոս։ Նկարում պատկերներ են, տեսնում ենք թագավորին և Մեսրոպ Մաշտոցին, պատմում ենք երեխաներին գրերի ստեղծման պատմություն ավելի երեխաներին հասանելի լեզվով։ Ասում ենք, որ Հայաստանում Վռամշապուհ արքայի տիրապետության օրոք Հայաստանը բաժանված էր երկու մասի՝ Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև։ Հայաստանում եկեղեցական բոլոր ծիսակատարությունները կատարվում էին օտար լեզվով։ Ինչու չէ, նաև Հայաստանում բոլոր պետական փաստաթղթերը գրվում էին օտարների լեզվով, քանի որ հայերեն նշաններ, տառեր չունեին։ Եվ այդ տարիներին Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը գալիս են Վռամշապուհ արքայի մոտ և խնդրում են աջակցություն, որպեսզի ստեղծեն հայերեն գրերը։ Վռամշապուհ արքան տալիս է իր աջակցությունը և Մեսրոպ Մաշտոցը երկարատև տանջանքների, տքնաջան աշխատանքի շնորհիվ կարողանում է ստեղծել հայերենի այբուբենը։ Ասում են նաև, որ Մեսրոպ Մաշտոցին տեսիլքի տեսքով տառերը հայտնվել են, երբ նա գիշերը նստած խորում էր և աղոթում էր, խնդրում էր Աստծուն, որ հնարավորություն տա ստեղծել հայերեն գրերը, Մեսրոպ Մաշտոցի խուցի պատին հայտնվում են հայերեն տառանշանները և Մաշտոցը գրում է հայերեն տառերը։ Այժմ նորից բացատրենք դասը։ Հայերենի այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը շատ ու շատ տարիներ առաջ։ Այստեղ կարելի է նաև նշել, որ 405 թվականին։ Այբուբենը տառերն են դասավորված հաստատուն անփոփոխ շարքով։ Այբուբենի տառերը հայրենիքի զինվորներ են, ինչպես և դու։ Հիմա հարց. ինչպես կարող են տառերը զինվոր լինել, հայրենիք պաշտպանել, զենք չունեն, մարդ չեն, չեն կարող թշնամու դեմ կռվել, բայց ինչպես կարող են պաշտպանել հայրենիքը։ Այստեղ երեխաները կասեն իրենց կարծիքը, կարևոր է նշել, որ ազգը կայուն է, պահպանում է իր գոյությունը, եթե պահպանում է իր լեզուն, իսկ առանց հայերեն տառերի լեզուն պահպանելը շատ դժվար կլիներ։ Դրա համար ասում ենք, որ հայերենի տառերը մեր զինվորներ են, ինչպես որ մեր սիրելի երեխաները, որոնք պետք է իրենց գիտելիքով, իրենց խելքով, իրենց բազկով պաշտպանեն հայրենիքը։ Խիզախ եղիր նրանց նման։ Խիզախ նշանակում է քաջ, անվախ, համարձակ, արի ու նրանց պես ճշմարտախոս, ազնիվ, ճշմարտությունը ասող։ Այժմ դիտենք հայերեն տպագիր տառերը։ Տեսեք հայերեն տպագիր տառերի հաստատուն շարքը։ Երեխաներ, դուք պիտի սա անգիր իմանաք, պարտադիր պիտի սովորեք։ A, B, G, D, Y, Z, E, T, Ž, I, L, X, C, K, H, C, G, Չ, M, J, N, Š, V, Č, P, Č, R, S, V, T, R, C, U, P, K, այսքանը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը։ Հետագայում ավելացրել են O և F։ Եվը որպես կցորդ, որպես տառանշան և O, F ավելացվել է հետագայում։ Հայերենի այբուբենը ունի 6 ձայնավոր հնչյուններ, որոնք գրվում են 8 տառերով։
երեխաները հիշում են, որ մենք սովորել ենք երկնչուն ե, o երկնչուն ո եւ ունի 30 բաղաձայն հնչյուններ։ Երեխաները վերհիշում են ո, o երկնչյունները եւ եռահնչյուն տառանշանը։ Կողքին տրված է արդեն ձեռագիր այբուբենը։ Ես ուզում եմ ծնողներին հիշեցնել, որ իզուր չէ, որ ա-ից մինչև թ գրված է առաջին շարքում, ժ-ից մինչև խ երկրորդ շարքում, ճ-ից մինչև չ երրորդ շարքում եւ ռ-ից մինչև ք չորրորդ շարքում։ Հին հայերը, երբ դեռ արաբական թվանշանները, հնդկական թվերը չէին օգտագործում, տառանունները օգտագործում էին որպես թվեր։ Ա-ից մինչև թ միանիշ թվերն էին՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9։ Ժ-ից մինչև ղ տասնյակներն էին՝ 10, 20, 30, 40, 50, 60, 70, 80, 90։ Ճ-ից մինչև չ հարյուրավորներն էին՝ Չ, Մ, Յ, Ն։ Չ-ն հարյուրներ, Մ-ն 200-ներ, ય-ն 300 եւ այսպես շարունակ, իսկ ռ-ն արդեն հազարավորներն էին։ Երբ հազարավորները վերջանում էին, հայերը ստեղծեցին 10,000-ին համապատասխանող մի բառ, որը կոչվում էր բյուր։ Եվ երրորդ շարքում հայերենի տառերի անուններն են, ինչպես որ երեխաներ դուք ունեք անուններ, այդպես էլ հայերենի տառերը հին ժամանակներում տառանուններով էին կարգում։ Այի անունը Այբ է, Բ-ի անունը Բեն, Այբ Բեն։ Այբբենարան բառը առաջացել է Ա եւ Բ տառերի անուններից։ Այբ Բենարան, այսինքն ան ու բեն սովորեցնող դասագիրք։ Այբ ու բեն, այբուբեն բառը նույնպես առաջացել է այս երկու տառանունների միջոցով։ Ցանկալի է, որ երեխաները տառանունները սովորեն անգիր։ Ասեմ, որ շատ հեշտ է Մարտին Գյորգանցի երգի միջոցով սովորել, որովհետև երգելիս երեխաները ավելի լավ են հիշում։ Կարելի է սովորել եռյակներով, բանաստեղծության պես կլինի։ Այ բեն կին, դա եջ զա, էդ թո, ժե ինի լյուն, խե ծա կեն, հո ծա ղատ, ջե մեն հի, նու շա ո, չա պե ջե, ռա սե վև, կյուն ռե ցո, ու փյուր քե եւ օ ֆ։ Եթե երեխաները երգը սովորում են, շատ հեշտությամբ հիշում են տառանունները։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։